Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր հետաքրքիր կամպանիայով հավաքվել ենք, հիմա Փաշինյանական մի դեպուտատ է պակասում, բայց ոչինչ, ինձ թվում է իրենք մեզ կլսեն արդեն հետո, եթերից հետո։ Տիգրան Խզմալյան, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար, Դավիթ Հալավերդյան, ախր Դավիթ այնքան ռեգալիաներ ունես, որ սկսեմ թվարկել, եթերը կավարտի։ Պարզապես մեր լսարանի լավ ծանոթ Դավիթ Հալավերդյանը։ Տիգրանի դեպքում կարող եմ հեշտ բացնել, չեմ ասում կինոռեժիսոր, հասարակական գործիչ եւ այլն, չէ՞, ասենց կարճ կապելով, լավ տրամադրությամբ սկսենք եթերը։ Ողջույն։ Մենք Տիգրանի հետ ժամանակին միասին աշխատել ենք որպես դասախոսներ, բայց դրանից հետո շատ երկար տարիներ են անցել։ Ինձ համասարյանից հեռացրեցին 2009-ին, դա մարտի 1-ի արդյունքում սկսված հալածանքներ էին, դասախոսներ, դիվանագետներ հեռացան, ես իրենց Այո, ես հիշում եմ, որ դուք բավականին քաջ հանդես եք գալիս, ձեր տեսակետը առաջ եք մղում եւ հետո ինչ եղավ արդեն ասեցիք։ Մանրամասները լավ չեմ հիշում, որտեղ մինչ օրս էլ շարունակում են շատ հաճախ տարբեր տեղերից տարբեր մարդկանց հեռացնել, դա է նաև երևի պատճառը, որ ձգտում են պետական տարբեր ոչ մի կառույցների հետ առնչություն չունենալ։ Երևի ամենալավ դիրքը քոնն է։ Փորձենք քննարկել ինչ տեղի ունեցավ Հայաստանում, ինչ կարծիքի եք ընտրությունների, ընտրական գործընթացի, քարոզարշավի մասին միգուցե ունեք դիտողություններ կամ ուրախ եք, ինչպես է փոխվել հայ ընտրողը, միգուցե ունեք դիտարկումներ եւ ի վերջո ով հաղթեց ձեր կարծիքով, որովհետեւ տարբեր գնահատականներ կան։ Հիմա որ Փաշինյանական նորընտիր падգամավոր լիներ, ինձ թվում է ավելի ճոխ կլիներ քննարկումը, բայց ինձ թվում է մենք էլի ճոխ քննարկում կանենք, իրենք հետո կարող են մեկնաբանություններում գրել իրենց կարծիքները։ Տիգրան, արի որպես քաղաքական գործիչ քեզանից սկսենք։ Սկսենք։ Իմ համոզմամբ ամենակարևոր ինչ կատարվեց Հայաստանում ընտրություններից հետո այն է, որ ոչինչ չկատարվեց։ Այսինքն ոչինչ չի փոխվել եւ վերջին 5 տարիների կամ 6 տարիների հետ պատերազմյան մղձավանջը, որը Վրաստանում անվանում են վրացական երազանք, իսկ Հայաստանում իրական Հայաստան, իսկ ես կանվանեի դա հայկական մղձավանջ, պահպանվեց այդ ցնորքը, այդ շղարշը, իբրև թե մենք ժողովրդավարական պետություն ենք կամ ձգտում ենք ժողովրդավարությանը։ Ամենածիծաղելին եւ նաեւ զավեշտալին այն էր, որ միջազգային հանրության զգալի մասը նույնպես հավատում է կամ ձևանում է, որ հավատում է այդ պատրանքին։ Եվ երևի Մոլդովայի ազդեցության տակ Հայաստանի իրավիճակը եւ հատկապես Փաշինյանի կերպարը ընկալում են որպես փոքրիկ քաջ Դավիթ, որը քաջաբար, հերոսաբար կռվում է ռուսական գողիաթի դեմ։ Իրականում նման բան գոյություն չունի, ես պատահական չէ, որ վրացական երազանքն եմ հիշում, որովհետեւ ես 1 տարի առաջ մոտավորապես ձևակերպեցի այս իրավիճակը բնորոշության որպես վրացական ուղիով նահանջ, հետնահանջ ժողովրդավարական հեռանկարից։ Փաշինյանը դասական կոլաբորացիոնիստ է, ես նրա դեպքում դա կանվանեի նիկոլաբորացիոնիզմ, որը պահպանում է գաղութային իրավիճակը Հայաստանի, իմ համոզմամբ։ Նա չի թաքցնում դա եւ մարդիկ, ովքեր չեն ուզում լսել եւ չեն ուզում տեսնել, չեն տեսնում եւ չեն լսում, իսկ նա բավական անկեղծ ասում է, որ ոչ միտեղ էլ մենք Ռուսաստանից չենք հեռանա, որ ԵԱՏՄ-ից դուրս չեն գալիս, ճիշտ է նա այնտեղ փակագծերում ասում է այնքան, որքան եւ այլն, բայց Պուտինի ուղիղ առաջարկին, որը վերջին անգամ արվեց մայիսի 11-ին, չէ, նախավերջին, վերջին անգամ մայիսի 28-ին փափուկ քաղաքակիրթ ապահարզան Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, Փաշինյանը համառորեն ասում է ոչ մի ապահարզան պետք չէ, Եվրոպական միությանը անդամակցելու օրենքը սառեցված է, հանրաքվե այդ հարցով պետք չէ եւ այլն։ Բացի դա խոսքերից զատ շատ խոսուն են թվերը։ Փաշինյանը օրոք ապրանքաշրջանառությունը Մոսկվայի հետ եռապատկվեց, եթե նրանից առաջ Ռուսաստանի մասը հայկական ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ կազմում էր շուրջ 40-45%, ապա հիմա 70-75% է։ Ոչ մի քայլ ապագաղութացման ուղղությամբ չի արվում, բոլոր հնարավորությունները եւ վերջին փայլուն
աներևակայելի եւ աննախադեպ հնարավորություն, որը բացվեց մայիսի սկզբին, երբ ամբողջ Եվրամիությունը, հետնել Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՆԱՏՕ-ն, Կանադայի ու Բրիտանիայի առաջնորդները, ամբողջ աշխարհը փաստորեն ժողովրդավարական Հայաստանում էր եւ մնում էր ընդամենը մեկ մատի շարժում կատարել եւ հայտնել, որ Հայաստանը դիմում է Եվրամիությանը անդամակցության խնդրանքով եւ ստանալ պապագած կարգավիճակը տեխնացու երկրի, որը չէր նշանակի իհարկե անդամակցություն անմիջապես, բայց անմիջապես կբացեր հսկայական տնտեսական, քաղաքական, դիվանագիտական եւ բազմաթիվ այլ հնարավորություններ։ Օրինակ, կբերեր մեզ միանգամից ազատ տնտեսական գոտու անդամի կարգավիճակ եւ Թուրքիան ստիպված պետք է լիներ բացել սահմանները որպես նույն կարգավիճակ ունեցող Եվրոպական միության հետ երկիր։ Դա անմիջապես կտրուկ կփոխեր անվտանգության ընդհանուր բալանսը տարածաշրջանում եւ եվրոպական միությունը արդեն ընկալելու էր Հայաստանը որպես սեփական պատասխանատվության գոտի, նաեւ ռազմաքաղաքական տեսակետից։ Շենգենի հարցը կլուծվեր շաբաթների ընթացքում եւ այլն եւ այլն եւ այլն, բայց Փաշինյանն այդ ամենը պետք չէ եւ նա բեմադրեց Պուտինի հետ միասին ու Ալիևի հետ միասին ընտրությունները, որպեսզի պահպանի ընդամենը անձնական իշխանությունը, ստանալով նրանցից լիարժեք աջակցություն եւ շարունակելով ճանապարհը դեպի հիբրիդային ավտորիտար կիսաբռնապետական իրավիճակ, որտեղ նա վերահսկելու էր եւ խորհրդարանը, ինչը հիմա մի փոքր ավելի դժվար է, քան մի քանի օր առաջ, եւ դատական եւ բոլոր այլ համակարգերը, մնալով Ռուսաստանի եւ դառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկեր, ռեգիոնալիստ, բայց չգնալով եվրոինտեգրմանը ոչ մի դեպքում, շարունակելով եվրոիմիտացիան, այսքանը։ Ես համամիտ եմ պարոն Խզմալյանի արտահայտած տեսակետների հետ, ավելացնեմ պարզապես, որ ինձ համար շատ անսպասելիորեն ընտրություններից 1-2 ամիս առաջ ստեղծվեց իրավիճակ, երբ պետք էր ընտրություն կատարել քաղաքացիական պայմանագրի, որը հանդես է գալիս իբր թե Եվրոպամետ կամ լիբերալ ուժ եւ 3 ռուսամետ քաղաքական ուժերի միջև, որոնք համարվում էին ֆավորիտներ եւ արդյունքները ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա, այսինքն պետք էր ընտրել վատի եւ ավելի վատի միջև եւ կարելի է ասել, որ արդյունքները ցույց են տալիս, որ ընտրեցին վատը։ Շատ ափսոսում եմ նրա մասին, որ վերջին 7 տարվա ընթացքում լիբերալ ուժերը, իրական պրոեվրոպական ուժերը չկարողացան ձևավորել մի բռունցք, որը իսկապես կկարողանար պայքարել իշխանության համար Հայաստանում եւ շատ եմ ափսոսում, որ իրական պրոեվրոպական ուժերը չկարողացան այս ընտրությունների ժամանակ քվե շահել։ Ինձ համար քաղաքացիական պայմանագիրը ոչ մի դեպքում չի հանդիսանում լիբերալ արժեքների, եվրոպական արժեքների կրով, պատրանք է, միֆ է, իմիտացիա է։ Ես եվրոպական ուժ, լիբերալ ուժ եմ համարում, օրինակ պարոն Խզմալյան հենց կուսակցությունը, մի շարք այլ կուսակցություններ եւ ուժեր, որոնք իսկապես եվրոպական գաղափարների ջատագով են եւ տեսնում են Հայաստանը միասնական Եվրոպայի կազմում, բայց Փաշինյանի ուժը չեմ համարում այդպիսին, որքան էլ որ իրենք դրա մասին չգոռան եւ որքան էլ պաչիկով չբարևեն Մակրոնի կամ որևէ եվրոպական այլ առաջնորդի հետ։ Պարոն Խզմալյանն հստակ նշեց, որ խնդիրները, որ գոյություն ունեն թե Ռուսաստանի, թե Եվրոպական միության հետ, չեն լուծվում ցավոք սրտի, գնալով ավելի են խորանում։ Այն ամեն ինչ որ մենք տեսնում ենք, լուծումների պատրանք է, իմիտացիա է, եւ այդ խնդիրները գնալով ավելանում են եւ լուծումը չի երևում, այդ թվում նաեւ հիմա արտահանման հետ կապված խնդիրներ են, հետագայում այլ խնդիրներ են առաջանալու, չեն երևում նաեւ այնպիսի կառույցների հետ հանգուցալուծումներն են, ինչպիսին են ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ-ն, մենք ՀԱՊԿ-ում մեր գործունեությունը սառեցրել ենք 2 տարի առաջ, բայց դրանից հետո հայերեն ասած դուխներս չի հերիքում հաջորդ քայլը անելու, դուրս գալու այդ չգործող կառույցից, ակումբից, փոխարենը սպասում են, թե ինքը ՀԱՊԿ երբ է մեզ դուրս վռնդելու, որովհետև մենք մուտքավճարը
չենք վճարում, նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին, որի հետ հարաբերությունները գնալով ավելի են բարդանում։ Ես մտավախություն ունեմ, որ արդյունքում այդ հարաբերությունները հասցնելով ծայրահեղ վիճակի ի հայտ է գալու մի երկիր կամ երկրների տանդեմ, որը առաջարկելու է իր ծառայությունները կամ օգնությունը, դուք մոտավորապես կռահում եք, որ երկրների մասին է խոսքը, Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք կգան փոխարինելու Ռուսաստանին, այսինքն ռուսերեն ասած կստացվի սուրը նամուլը փոխելը, որը որևէ հանգուցալուծում չի հանդիսանում եւ իսկապես այդ կիսատ պռատ լուծումները, կիսատ պռատ որոշումները շատ բնորոշ են մեր քաղաքական էլիտային եւ ես տեսնում եմ, որ այն ինչ որ իսկապես կար վերջին 5 տարիներին խուսանավելը, փորձել համ ձախերի հետ լավ լինել, համ աճերի, համ Եվրոպայի, համ Չինաստանի, համ Իրանի, համ Եվրոպական միության, համ Միացյալ Նահանգների այդ գիծը շարունակվելու է, բայց իրականում ի վերջո մենք նորից չենք ունենալու ոչ մի իրական դաշնակից եւ երբ որ առաջանա նման անհրաժեշտություն, իրականում մեր կողքին լինելու են պարզապես բարձրագույն խոսքեր, այլ ոչ թե իրական օգնություն եւ մենք տեսնում ենք, որ հիմա էլ այդ իրական օգնությունը այս պահին չկա, ի պատասխան այն գործողությունների, որ այսօր ձեռնարկել է Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ն, որոնք վերաբերում են զանգվածաբար հայ արտադրողներին եւ հատկապես արտահանողներին, որոնք այսօր մնացել են առանց օգնության եւ շուտ արած կանգնած սպասում են, թե ինչով է ամեն ինչը ավարտվելու։ Մրգի սեզոնին եւ այլ չասած մնացած արտահանման ապրանքների մասին այսօր մարդիկ անօգնական են մնացել եւ պարզապես պոպուլիստական հայտարարություններով են սնվում։ Մի բան էլ ասեմ եւ որպեսզի շատ չձանձրացնեմ ձեզ, ինձ դուր չեկավ այս ընտրությունների ժամանակ մի քանի բան, առաջինը որ այն ակտիվ տղեկը, որ ժամանակին նախորդ իշխանությունների համար էին գործանում, ձայներ էին բերում, էլի հայտնվել էին հրապարակում, ինձ դուր չեկավ, որ Հայաստանում արդեն կան քաղբանտարկյալներ, ինձ դուր չեկավ, որ իշխանությունները շատ ագրեսիվ են վերաբերվում իրենց հակառակորդների, իրենց քննադատողներին, այդ թվում նաև լրատվամիջոցներին, այդ թվում նաև քաղաքական գործիչներին եւ հասարակական գործիչներին, ես ինչպես եւ պարոն Խզմալյանը դա համարում եմ ամենակարճ ճանապարհը դեպի բռնապետություն եւ կարծում եմ, որ եվրոպական արժեքների հետ, ազատական արժեքների հետ դա ընդհանրապես ոչ մի աղերս չունի եւ Եվրոպական միությունը մի փոքր պետք է քնից արթնանա եւ ուշադրություն դարձնի, բարեբախտաբար որոշակիորեն դա արձանագրվեց նաեւ դիտորդների ելույթներում մասսայա, այսինքն ոչ ամբողջությամբ, բայց մասամբ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքներին, որ մեր երկրում չեն կարող լինել քաղբանտարկյալներ, չեն կարող լինել փակված լրատվամիջոցներ, այդ ամեն ինչի դեմը պետք է առնել եւ կան պայքարի քաղաքակիրթ մեթոդներ, պետք է վերադառնալ դրանց եւ աշխատել այդ ուղղությամբ։ Դες շատ նախ մեր լսարանին հիշեցնեմ, իմացողները գիտեն, չիմացողները երբեմն հարցնում են ում եւ ինչ նպատակով են հրավիրում, դե Եվրոպական կուսակցության ղեկավարը Վաղեմի մեր ընկերն է, բարեկամն է, Ուկրաինայի բարեկամն է, Ուկրաինայում շատ սիրված, հարգված, ովքեր չգիտի, ասեմ, որ Դավիթ Ալավերդյանը նույնպես եվրոպական ստրուկտուրաների հետ վերջին ժամանակներում հատկապես ավելի շատ շփող, լրագրողների հետ ավելի շատ շփող, այսինքն մարդիկ, ովքեր կրում են եվրոպական արժեքներ, եւ ես որպես եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչ, երկիր, որը որ նաեւ Եվրոպայի միության անդամակցության հայտ է ներկայացրել, ավելի շատ մեզ մոտ են գաղափարակից են մեր հյուրերը, ինչ վերաբերում է ներքաղաքական հայացքներին, դա ամեն մարդու, ամեն քաղաքական ուժի տեսակետն է, մենք չենք խառնվում, կուզեի անդրադառնալ երկու ասպեկտի։ Արդյոք օգնում են թե ոչ, Եվրամիությունը իրոք արդեն քայլեր ձեռնարկում է օգնելու, կոմպենսատոր մեխանիզմներ են
գործի դրվել եւ գազի գնի հետ կապված կան առաջարկություններ արդեն, բացապես տեխնիկական հարցերը պետք է հայկական կողմը ներկայացնի, ինձ թվում է հայկական կողմը մի քիչ Ռուսաստանից չունի հստակություն այդ պատճառով այն որ ձգվում արտահանման առումով ինչ որ պահի Դավիթ պետք է դա լիներ Ռուսաստանը երբ որ ասում է հրացանը պատին կախված է ինչ որ մի պահի կրակում է Ռուսաստանը ոչ միայն պատին կախված էր Ռուսաստանը հաճախ սպառնում էր որ նման գործառույթ կկիրառի եւ ասամ Ուկրաինայից հայ գործարարները այն հայերը ովքեր հենց ծնունդով Հայաստանից են արդեն հայերեն են ձեռնարկել եւ հայկական ապրանքները սկսել են ներմուծվել Ուկրաինա ինչ որ պահից դա պետք է սկսվեր բարձր որ եթե ժամանակին իշխանությունը խթաներ ավելի շատ բացատրական աշխատանք տաներ միգուցե ավելի շուտ սկսվեր եւ ավելի քիչ ցավոտ բայց գիտես ինչ որ լինում է իմ կարծիքով Աստծո կամոք է եւ Աստված մեր ազգի հետ է, որովհետեւ տեսնում եք Եվրոմիության վերաբերմունքը, ես օրերս բացատրեցի իմ հատուկ եթեր արեցի, ինչով Ուկրաինան օգնեց։ Ուկրաինան օգնեց Հայաստանի ժողովրդավարությանը, որպեսզի թույլ չտրվեր օրինակ Ռուսաստանի հարավից օդանավակայանները փակ էին մի քանի օր, որպեսզի Ռուսաստանի հարավից չկարողանային ավելի շատ մարդիկ ներթափանցել Հայաստան պատկերը փոխելու համար։ Միևնույն է հյուսիսային ռեգիոններից կարողացել էին ներթափանցել, բոլորս գիտենք, բայց դրանք կլինեին շատ ավելի շատ, հատկապես Ռուսաստանի հարավում շատ ավելի շատ հայեր են ապրում եւ օգնությունը կա եւ Ուկրաինայի կողմից եւ Եվրոմիության կողմից, հստակությունը պետք Հայաստանի իշխանությունների կողմից։ Ըս պարոն Խզմալյանը օրինակ ասաց, որ չեն գնում Եվրոմիություն։ Եվ նա ճիշտ է ասում, նրա օրինակ Փաշինյանի փոխարեն ավելի շատ Եվրոմիություն, Հայաստանի Եվրոմիություն գնալու մասին խոսում է Մակրոնը։ Եվ Եվրոպայի համար Մակրոնի ձայնը ընդունելի է։ Հիմա ով կողքից ինչ էլ ասի, միևնույն է ասելու են, որ Մակրոնի խոսքը ավելի քաշ ունի, Փաշինյանը փորձում է, ինչպես մեր ընկեր Արմեն Չիբուխյանն է ասում, բալանսավորել, բայց բալանսավորման ընթացքում, եթե ժամանակին մեր խորհուրդները լսեին, խորհուրդները տալիս ենք ոչ թե ինչ-որ կոնկրետ քաղաքական ուժի, տալիս ենք մեր հայրենակիցներին, այն փորձը, որ մենք ունենք քաղաքական, ասում ենք ինչ կլիներ, որ ինչ քայլեր արվեին եվրոպական պարտներների ուղղությամբ, ինչևէ, ավելի լավ է ուշ քան երբեք, բայց կա մի իրավիճակ, որը կարելի է իրոք քննադատել, ձեզ հենց առողջ քննադատության համար շատ լավ է, որ դուք այդ առողջ քննադատությունը ներկայացնում եք, բայց նաև չտեսնելու չեն կարող տալ այն օգնությունը, որը որ կա, ու իմիջիայլոց օրերս ուկրաինացի ավիափորձագետի հետ հարցազրույց անելով ես մի թեմա առաջ քաշեցի, որը նաև պաշտպանական ոլորտում Հայաստանին շատ օգտակար կլինի, շատ ավելի օգտակար եւ արդիական, քան ավելի արագ նաև, քան օրինակ ՆԱՏՕ-ին անդամակցելը, որտեղ ՆԱՏՕ-ին անդամակցելը երկար գործընթաց է, իսկ ասենք Ֆրեյա հակաօդային ծրագրին մասնակցելը դա Ուկրաինայից, ասենք, ցանկության եւ գործընկերության առաջարկը ինձ թվում է կընդունվի, ես հենց այդ մեսիջն եմ հասցվում, ես երբ որ անում եմ հարցազրույց, այսինքն այդ գործընթացը արդեն ավարտվել է, այսինքն Ուկրաինայից կա ձայն, որը կարող է հստակ ասել, մեսենջը հղել հայ հանրությանը, որ Ուկրաինան պատրաստ է, ինչպես եղավ, ասենք դրոնների առումով, մենք բազմիցս մեր եթերներում խոսել ենք, որ պետք էր եւ վերջապես տեսանք, որ երբ Զելենսկին Հայաստանում էր, այդ խոսակցությունը Հայաստանում կար, Զելենսկին վերադարձավ Կիև եւ երկրորդ օրը զանգահարեց Ալիևին, ասելով, որ Հարավային Կովկասում միայն Ադրբեջանի հետ չի լինելու համագործակցությունը, դե բարձր որ Հայաստանի մասին է հաստատ Վրաստանի հետ նման գործընթաց չի կարող լինել։ Ինչի համար եմ ես ամեն ինչ ասում, որովհետեւ գիտես, այն մյուս կողմը, ովքեր որ քննադատում են, հա, այդ ռուսամետ կողմը, իրենք քննադատում են առանց լույսի շող ցույց տալու, իրենց լույսի շողը իրենց մեռած Պուտինն է կամ կիսամեռած, հա։ Մենք որպես, ասենք, եվրոպական արժեքների կրողներ քննադատելուց ճանապարհ ենք ցույց տալիս եւ լույսի շողը տեսնում ենք եւ ինչպես ասացի Ուկրաինայի հայերի օրինակով նաեւ այդ լույսի շողը բերում ենք։ Մարդը ես զանգեցի, գտա հարցրեցի, կոնկրետ ինչն էր դարձել պատճառը, որտեղ գիտեմ, որ այդ վարդերի պատմությունը Հայաստանում քաղաքականացրել էին։ Մարդը ասաց, չէ, բացարձակ ոչ մի քաղաքական Հայաստանում էր, տեսավ, որ գինը հարմար է, ինքը Ուկրաինայում ծաղիկ ներկրող է Հոլանդիայից։ Ինչի՞ չբերել Հայաստանից, եթե բազմիցս ասել եմ, կան դատարկ ֆուրեր Վրաստանից կամ Ադրբեջանից ետեկող եւ բերել էր։ Հիմա այդ գործընթացը կա, բացապես այս ամեն ինչին պետք է ճիշտ, չգիտեմ, կարգավորում կամ ինչ որ
Հիմա տեսնում ենք բոլորը խառնում են, չէ՞, ինչ որ մեկը լեգիտիմ է ճանաչում, մեկը լեգիտիմ չի ճանաչում այս ընտրությունները, ամեն մեկը իր տեսանկյունից շատ տարօրինակ է ճիշտ ասած, որ հայկական քաղաքական դաշտում կան կարծիքներ, որոնք համընկնում են Պուտինի կարծիքի հետ, բայց թողենք իրանց խղճին, դա իմիջիալոս Տիգրան շատ էին այդ վարկաբեկել փորձողները, շատ էին գրում, որ դու իբր, չգիտեմ, Ռուսաստանի հետ ինչ որ կապ, ես բացատրել եմ, հիմա իմ եթերից ասել, որ Տիգրան Խզմալյանը բազմիցս Ուկրաինա է այցելել, Ուկրաինան պատերազմող երկիր է եւ երկիր մտնելուց մարդուն հատուկ ստուգում է իրականացվում եւ եթե Տիգրան այդ հատուկ ստուգումը չանցներ, այդ շարը որ անում են էլի, այդ քո ռուսական ինչ որ բաների հետ են կապում, չգիտեմ, հետները միտինգի ես դուրս եկել, թե ինչ է արել, դրանից հետո ակտիվացրել են, ինչ որ էկոլոգիական միտինգի մասին է խոսքը։ Մեզ մարդկանց փորձում են բացատրել, որ եթե մարդը ունենար նման կապ Ռուսաստանի հետ, պարզապես Ուկրաինա մուտք չէր գործի, սա էլ նաև պատասխան են մարդիկ, ովքեր որ արգումենտներ չունեն քննադատությանը դիմանալու, փորձում են ինչ որ դիտակավորել։ Հիմա կուզեի CNN-ն էլ անդրադարձել ընտրություններին հայաստանյան եւ հոդվածագիրը հարցական էր դրել, ասում է կարող է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը հարցականի տակ լինի ու թրիփի վրա ազդի։ Դա պարզ է, ամերիկացիները իրենց մտահոգություններն ունեն։ Հիմա փորձենք հասկանալ ով կարող է ընկնել, այսինքն ասում են Թրամփի հարվածի տակ։ Մենք գիտենք, որ հուլիսին Ադրբեջանը պետք է ներկայացնի տնտեսական հիմնավորումներ թրիփի համար, ինվեստիցիաներ ստանալու համար։ Բայց նաև հիմա հայկական կողմից ըստ որոշ կանխատեսումների կարող է խնդիր առաջանալ ընդհանրապես խաղաղության գործընթացին, այսպես ասեմ։ Քանի որ չի ստացել սահմանադրական մեծամասնություն քաղաքացիական պայմանագիրը եւ խնդիրներ ունի, չնայած երեք ուկրաինական եթերներից մեկում լսեցի, որ միգուցե դա նաև առավելություն է, հնարավորություն է տալիս Փաշինյանին խուսանավելու։ Այդ կարծիքը հայտնողի հետ առանձին եթեր կանում կլսենք ինչի նկատի ուներ, հետաքրքիր կարծիք էր։ Ինչ եք կարծում դուք, ինչ է հնարավոր, ինչ զարգացում կարող է լինել եւ ով կարող է ընկնել Թրամփի հարվածի տակ Ալիևը թե Փաշինյանը։ Ես շատ վտանգավոր եմ համարում այն հանգամանքը, որ Փաշինյանը ձգտում է խաղաղության գաղափարը եւ խաղաղությունը որպես արդյունք կապել իր անվան հետ, դա նախ եւ առաջ կեղծիք է։ Փաշինյանը բերեց մեր երկրին երկու պատերազմ, ավելի ճիշտ մեկ պատերազմ, մեկ ցեղասպանական հայաթափում, չհաշված դեռ 22-21 թվականի բախումները եւ ոչ թե Փաշինյանն է երաշխիքը հայաստանյան խաղաղության, այլ 22 թվականի նոյեմբերին այստեղ տեղակայված Եվրոպական միության դիտորդների խաղապահ առաքելությունը։ Միմիայն դա, այն որ Եվրոպական միությունը հասկացրեց Ադրբեջանին հնարավոր զարգացումների հետևանքների մասին։ Մինչ դա Ադրբեջանը հաստրեց զավթել 200 քառակուսի կիլոմետրից ավել տարածք եւ հիմա մեր երկրում երկու զավթիչ բանակ է տեղակայված՝ ռուսական բանակը Լևոն Տեր-Պետրոսյանի կամոք եւ ադրբեջանական բանակը, անգամ Փաշինյանը սիրած քարտեզի ներքո, որի հեղինակն է արդեն Նիկոլ Փաշինյանը։ Խաղաղությունը կամ պատերազմը դա իհարկե մեկ մարդու կամքով կամ թերության սխալի պատճառով չէ որ սկսվում է, դա շատ մեծ բարդ եւ բազմաշերտ աշխարհակաղակական գործընթաց է, որը պետք է հասկանալ, որը ժամանակին ճիշտ հաշվարկեցին ռուսները եւ ադրբեջանցիները Թուրքիայի օգնությամբ, խոսքը գնում է 20 թվականի Թրամփի եւ Միացյալ Նահանգների ընդհանրապես գործելակերպի եւ հնարավոր արձագանքի մասին։ Դա նուրբ հաշվարկ էր եւ իրենք լիարժեք օգտվեցին դրանից։ Նման իրավիճակ հիմա չկա։ Այդպես որ այն խաղաղությունը, որը դրոշ է դարձրել Փաշինյանը, դա բացարձակապես նրա նվաճումը չէ եւ ասել, որ եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի, դա լուրջ չէ, դա ավելին դա շանտաժ է եւ սեփական ժողովրդին վախեցնելու շատ ստոր միջոց։ Խնդիրն այլ է։ Նա ակնհայտորեն ձեռք է բերել Ալիևի ու նաեւ Էրդողանի աջակցությունը ընտրություններից առաջ, խոստանալով նրան Ալիևին ամառվա ընթացքում սկսել այսպես կոչված անկլավների հանձնումը։ Նա դա չի էլ թաքցնում։ Երբ որ նա ասում է Արցվաշեն, նա նկատի ունի Տիգրանաշենի
ոսկեպարի ու եւս Բարխուդարլու կարծ չէ, չգիտեմ ինչպես է ադրբեջաներեն եւս մի գյուղի Տավուշյան հանձնման խոստումը, որը նա տվել է եւ որը Ալիևը ժամանակ առ ժամանակ կամ մի անձամբ կամ իր նազիր վեզիրների միջոցով ակնարկում է։ Պաստորեն абսուրդ իրավիճակ է ստեղծվել, որ երբ որ տեսեք ինչ զավեշտ է Հայաստանում մի մատիրում։ Եթե Փաշինյանի հաղթանակը լիներ ավելի մեծ, նա հիմա 50% էլ չի հավաքել, ինչպես գիտեք, նա կկարողանար ինքնուրույն, միանձնյա, ինչպես սովորել է այս տարիներին, փոխել սահմանադրությունը հանելով այնտեղից ոչ միայն անկախության հռչակագիրը եւ Արցախյան շարժման, ազգային ազատագրական շարժման եւ ցեղասպանության հիշատակումը, նա արդեն այդ այսպես կոչված զիջումների էլ կգնար միանձնյա եւ կրկնում եմ զավեշտն այն է, որ հիմա դրան խանգարում են պրոռուսական պուտինյան ուժերը, ոչ թե այն պատճառով, որ նրանք դեմ են դրան, այլ որովհետեւ Փաշինյանը նրանց ընտրեց որպես ընդդիմություն եւ այստեղ ես ուզում եմ մի փոքր անդրադառնալ մի կարեւորագույն խնդրի, որը արծացեց պարոն Ալավերդյանը, այդ մասին Երևանում գրեթե չեն խոսում եւ չեն վերլուծում։ Այս ընտրությունները ոչ այնքան իշխանափոխության, որքան ընդդիմափոխության մասին են։ Մենք 2 տարի առաջ ձևակերպեցինք այն խնդիրը։ Եվ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ դեմոկրատական ուժերը, որը մենք կառուցեցինք որպես Եվրադաշինք, 3 կուսակցություններ եւ մի շարք հասարակական կազմակերպություններ, իրենք իսկապես Եվրադաշինք էին եւ մենք կազմակերպեցինք Եվրաքվե, դա օգնեց մեզ օրենք անցկացնել Եվրամիության անդամակցության մասին, բայց տեսեք, Փաշինյանը քանդեց այդ կոալիցիան։ Ինչպես հիմա մեզ մեղադրում են, դուք չկարողացաք միավորվել։ Ոչ, մենք միավորվեցինք։ Բայց տեսեք, ցանկացած լուրջ փոփոխությունները, հեղափոխությունը, հեղաշրջումը տեղի ունենում մի կարևորագույն նախապայմանի դեպքում։ Դա կոչվում է էլիտաների ճեղքը։ Պարոն Ալավերդյանը շատ լավ գիտի ինչ է դա։ Եվ տեսեք, Տեր-Պետրոսյանը հեռացավ իհարկե սկանդալով, բայց նա մինչև այդ բերեց իրեն փոխարինող ուժեր։ Նա էր բերել Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Դա հայտնի է բոլորին։ Քոչարյանը պարզապես փոխարինվեց Սերժ Սարգսյանով եւ հիմա շատերի համար արդեն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն էր պատրաստել այսպես թե այնպես այդ թատրոնը, որը կոչվում է Թավշյա հեղափոխություն։ Եվ դա եզակի բան չէ։ Շատերը մոռանում են, որ Սաակաշվիլին իշխանության բերեց Շևարդնաձեն, որ Տոկաևին բերեց Նազարբաևը։ Իսկ եթե այդ ընթացքում մի քանի շապիկ է ճղվում կամ մի երկու արձան է քանդվում, դա չի նշանակում, որ տեղի է ունենում հեղափոխություն։ Ոչ։ Այդ ամենը թատրոն է լայն զանգվածների համար։ Ու տեսեք, մենք 24 թվականին Փաշինյանին առաջարկում ենք, եթե դուք լուրջ եք տրամադրված եվրոինտեգրման հարցում, մի քանդեք այս փխրուն եւ ռեսուրսներ, օլիգարխիկ գումարներ, հատուկ ծառայությունների աջակցություն չունեցող նորաստեղծ կուսակցությունների դաշինքը։ Մենք իհարկե չենք կարող մրցել ԳՌՈ-ի, ՖՍԲ-ի ու չգիտեմ Գազպրոմի աջակցությունն ունեցող ռուսական ուժերի հետ։ Մենք չենք կարող մրցել հավասարի պես պետական ռեսուրս ունեցող իշխանական կուսակցությունների հետ։ Բայց եթե ոչ թե կուսակցական ու մանր անձնական, այլ պետական ու ազգային շահերով առաջնորդվեին այսօրվա իշխանավորները, նրանք չէին քանդի սպառնալիքներով, կաշառքներով, դրամաշնորհերով, արգելքներով, դատական գործերով դեմոկրատական դաշինքը։ Այսպես են եւ այլ բազմաթիվ այլ միջոցներով ժողովրդավարական, իրական ժողովրդավարական ուժերը գտնվում են մշտական ճնշման հալածանքների տակ։ Մնացածների դեմ օգտագործվում են երբեմն կարկանդակների քաղաքականությունը, բայց ամենակարևորը դա է։ Ժողովրդավարական ուժերը Հայաստանում իհարկե կան, բայց դա նոր գործընթաց է, որին ոչ թե խանգարել է պետք, որը ոչ թե քանդել է պետք, այլ օգնել, եթե մենք իսկապես պետություն ենք ուզում կազմել։ Ահա ինչն է խնդիրը, եւ ստացվում է այնպես, որ հիմա մեր երկրի արժանապատվությունը, մեր երկրի սահմանադրությունը պահպանվում է միայն այն դեպքում, եթե Փաշինյանը չկարողանա դառնալ բացարձակ դիկտատոր, ինչին նա ձգտում է ակնհայտորեն։
Եվ անվանում է դա դեմագոգիկ գեղեցիկ կարգախոսներով, թե իբրև թե տեսեք ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Եվ շարունակում է բերել մեզ խաղաղություն, եւս 3 անկլավ հանձնելով։ Սա է նրա պատկերացրած խաղաղությունը։ Ահա ինչու նա չի գնում Եվրոպա, որովհետև նման գործարքները, նման հալածանքները, նման քաղաքական տեխնոլոգիաները եւ ռուսական պատվերի կատարումը Եվրոպայում չի անցնի։ Դրա վկայությունն է Հունգարիան, շուտով Սլովակիան կլինի եւ այլն։ Այս սա է այն հարցը, որը ես կարծում եմ արժե քննարկել եւ ես շնորհակալ եմ պարոն Ալավերդյանին, որ նա այդ խնդիրը բարձրաձայնեց։ Տես այդ խնդիրները դուք ինքներդ էլ բարձրաձայնելու հնարավորություններ ունեք եւ ոչ միայն եթերներում եվրոպական կոնտակտների ժամանակ մի կուզեի անդրադարձ անել անկլավների թեմային իշխանությունը վերընտրված նաեւ քաղաքական ուժը հերքում է ասելով, որ անկլավների թեման քննարկվում է, սակայն որևէ պայմանավորվածություն, ռազմավարություն, հարցի լուծման վերաբերյալ հայեցակարգ այս պահի դրությամբ չկա։ Դե հուսանք, որ որևէ դեստրուկտիվ զարգացում չլինի, երբ տեսնենք այլ բան, այլ անդրադարձ կանենք։ Դավիթ Այնուամենայնիվ կարծում եմ, որ Տիգրանաշենի վերաբերյալ պայմանավորվածություն կա, մյուս բնակավայրերի մասին դեռ տեղեկություն հստակ չունեմ, բայց տրամաբանության մեջ տեղավորվում է, որ դրանց վերաբերյալ եւս որոշումներ կայացվելու են։ Ինչ վերաբերում է Թրիփին, ասենց մի բան ասեմ, Մարատ ջան, ես կարծում եմ, որ եթե այս տարվա ընթացքում այդ միջանցքի շուրջ զարգացումներ չլինեն իրական, այսինքն շինարարությունը չմեկնարկի, չընտրվեն այն ընկերությունները, որոնք կոնկրետ քայլեր պետք է անեն, պետք է արդեն սկսեն շինարարությունը, ապա ռիսկերը մեծ են, որ այդ պրոյեկտը չի իրականացվի, քանի որ Տրամպին ընդամենը 2 տարի է մնացել նախագահ լինելուն, մի փոքր ավել 2.5 եւ բայց վերջին տարում քաղաքական պայքարը այնքան է լարվելու Միացյալ Նահանգներում, որ դրա ժամանակը իրենք հնարավոր է չունենան, այդ իսկ պատճառով մտածում եմ, որ այս տարին եւ հաջորդ տարին շատ վճռական են լինելու պրոյեկտը իրականացնելու տեսակետից։ Իհարկե կարող եք հանդիմանել, որ հաջորդ իշխանությունները եւս կշարունակեն պրոյեկտը, հաշվի առնելով դրա կարեւորությունը, տեսականորեն հնարավոր է, Մարատ ջան, կարող եմ համաձայնվել, բայց կարա նաեւ դա կախված է նաեւ նրանից, թե ով կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը եւ ինչպիսի հարաբերություններ ինքը կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ մեր հարևան երկրների ղեկավարների հետ, այդ թվում նաեւ Թուրքիայի, Ադրբեջանի, այս պահին Տրամպը ունի հրաշալի հարաբերություններ համ Թուրքիայի նախագահի հետ, համ Ադրբեջանի, ունի լավ հարաբերություններ Հայաստանի ղեկավարության հետ եւ ունի հնարավորություն առաջացած խնդիրները արագ կարգավորելու եւ այդ առումով ես համաձայն եմ CNN-ի հեղինակների հետ, իրենց տեսակետի հետ, որ այս պահին անհրաժեշտ է ոչ թե կենտրոնանալ սահմանադրության հարցի վրա, այլ առաջ շարժվել տնտեսական շահերի ուղեծրով, իսկ տնտեսական շահերը պահանջում են բոլոր երկրների, որպեսզի TRIP-ը իրականացվի շատ արագ։ Կա նաև մեկ այլ եւս քաղաքական խնդիր, այն է, որ Ադրբեջանը փաստացի ոչ միայն ինքը Հայաստանի հետ չի շտապում հարաբերությունները կարգավորել, այլ փաստացի արգելում է Թուրքիային սահմանը բացել եւ օրինակ առևտուր սկսել Հայաստանի հետ կամ սկսել տնտեսական կապեր ստեղծելը, խանդի տեսարաններ է յուրաքանչյուր անգամ կազմակերպում եւ Թուրքիան այդ խանդի տեսարաններից բավականին արագ ազդվում է, հայտարարել, որ մինչեւ վերջնական կարգավորում չլինի, իրենք եւս չեն շտապելու Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել
Այստեղ եւս Տրամպը կարող է իր ազդեցությունը ունենալ, բառացիորեն համոզել կամ գուցե պարտադրել Թուրքիային, օրինակ, սահմանները Հայաստանի հետ ավելի շուտ բացել, հաշվի առնելով այն խնդիրները, որ մոտակա ամիսներին Հայաստանի մոտ առաջանալու են Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Եվ հաշվի առնելով Տրամպի հեղինակությունը եւ հարցերը լուծելու ունակությունները, իսկապես, ինչպես նշված է CNN-ի ռեպորտաժում, այսօր չարժի կենտրոնանալ սահմանադրության ցանկացած գնով փոփոխության վրա, առավել եւս որ ամառ է սկսվում եւ քիչ է հավանականությունը, որ մինչև աշուն այդ ուղղությամբ ինչ որ զարգացումներ կարող են լինել, այլ պետք է իսկապես կենտրոնանալ այն հնարավորությունների վրա, որոնք արդեն արկա են եւ ի հայտ են եկել նաեւ մի քանի օր առաջ ստորագրված եւ հաստատված փաստաթղթեր։ Տես Դավիթ ջան, հանդիմանելու ընդհանրապես թեմա չկա, մեր հայրենիքի մասին է խոսքը, ամեն մեկը իրավունք ունի իր կարծիքը ասի, հատկապես մեր հյուրերը, ովքեր եւ քաղաքականության եւ լրատվության հետ կապ ունեն, ինչ վերաբերում է կարծիքների ազատությանը, ես ապրում եմ Ուկրաինայում, մի պետությունում, որտեղ խոսքի համար ոչ ոք չեն դատում, կարծիքի համար հատկապես, տեսնում եք մեր նախագահի մասին հենց ուկրաինացի տարբեր լրագրողներ ինչեր են գրում եւ ոչ ոքի ոչ վիճաբանություն է լինում, ոչ էլ ինչ որ մեկը բանտում է հայտնվում, խոսքի ազատություն կա, հենց դա է եվրոպական կրումը, հա։ Տես ինչ կուզեի ասեի թրիփի առումով։ Եթե նույնիսկ թրիփը չիրականացվի որպես տնտեսական պրոյեկտ, թրիփը քաղաքական որպես պրոյեկտ ինքը իրականացվել է արդեն, այսինքն ամերիկյան կողպեքը դրվել է Զանգեզուրյան միջանց կոչեցյալի վրա, որը որ արդեն հանգուցյալ է։ Իմիջիայլոց շատ է երևում, որ շատ են ուզում նորից վերակենդանացնել այդ հանգուցյալին, հա, որովհետեւ վերջերս Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն էին հանդիպել քննարկելու թրիփի իրականացումը։ Եվ դրա տակ թուրքական կամ ադրբեջանական տեքստերում անպայման գրվում է Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը, որ իրենք միևնույն է մուրազները բոլորն են մնացել, հա, ուզում են անընդհատ ինչ որ մի կերպ իրականացնեն, իրենք շատ լավ օգտագործում էին պրոմոսկովյան այդ 5-րդ շարասյունը Հայաստանի, որ անընդհատ, չգիտեմ, երևի Ադրբեջանից շատ էր Զանգեզուրի միջանցք ասում, ինչևէ, քաղաքականորեն ամերիկյան կողպեքը այդ ուղու վրա է, այսինքն Զանգեզուրի միջանցք չկա, իսկ եթե լինի, դա Հայաստանի տարածքով չի լինելու։ Ամերիկյան ստրատեգիական որոշում։ Համընկնում է մեր շահերը հաստատ, Ամերիկան չի թողնում Չինաստանը, որ խցկվի, չնայած Ադրբեջանի նախագահը, երբ փետրվարին ամերիկյան ինվեստորների հետ հանդիպում էր, ինքը ուզում էր նաև Չինաստանի վրա ակնարկ անել, որ բեռներ կգան, չնայած մենք գիտենք, որ Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղին ինքը իրեն չի ներկա արդարացնում, ել ինչ նոր ուղիների մասին կարող է խոսք լինել, հա, ամերիկացիներն էլ միամիտ չեն, հատկապես բիզնեսմենները, ովքեր եթե գումարը աշխատել են, ուրեմն այդ բիզնեսից ինչ որ բան հասկանում են, հա։ Հիմա ժամանակ է տրվել, որպեսզի Ալիևը քննություն պետք է հանձնի, այսպես ասած, եթե պատկերավոր ասենք, տնտեսական հիմնավորում պետք է ներկայացնի։ Ինչ կներկայացնի, ինչպես կզարգանա, միգուցե թրիփի հարցը դառնա երկար քննարկվող ինչ որ process-ներ, բայց ամենագլխավորը մեր համար քաղաքական պատնեշը դրված է։ Հիմա ներքին այդ սպեկուլյացիաները կամ ասենք կարծիքները, հա, ես դրսից գնահատականներ չտամ, քաղաքական ուժերը տարբեր ամեն մեկը իր ձևի է մեկնաբանում։ Մեկը ասում է Զանգեզուրի չգիտեմ ինչ, մյուսը ասում է որ դա անպայման պետք է լինի։ Հիմա ֆիքսենք, կոնկրետ կա ամերիկյան կողպետ։ Թրամփը լավ հարաբերություններ պետք է ունենա որպես գերտերության ղեկավար եւ Թուրքիայի հետ, եւ Իսրայելի, եւ նույնիսկ Պակիստանի, բայց մենք տեսնում ենք, որ հիմնական դաշնակիցը Իսրայելն է։ Միջայլոց Իսրայելը առաջիններից մեկն էր, որ շնորհավորել է ընտրությունների կապակցությամբ, այսինքն մեսիջ կա։ Եկեք զարգացնենք հարաբերությունները։ Մեսիջ կա Ուկրաինայից, եկեք զարգացնենք հարաբերությունները եւ ոչ միայն մեսիջ, այլ գործնական օգնություն, փակելով ռուսական օդանավակայանները, Հայաստանը զերծ է պահել այդ ընտրող տուրիստներից, հա, Ուկրաինան։ Արդեն կան հստակ քայլեր, ինչպես ասացի, Ուկրաինայից գործարարների միջոցով։ Հիմա կուզեի կարճ վերջի մի քանի րոպեն դες այդ ձեր կարծիքները ասեք այդ
ֆանտոմային ցավերի մասին, հա, նույն Թուրքիայի, Ադրբեջանի, օրինակ առանց Հայաստանի քննարկում են թրիփի հարցը, թե Վրաստանը բարեկամ երկիր է, բայց վրացական կողմից մենք չտեսանք որևիցե ավելորդ արտահայտություն։ Զանգեզուրի միջանցքից են խոսում մարդիկ, ովքեր որ դա քաղաքականորեն դրանից զրկվել են, հա, այդ երկու երկրների ներկայացուցիչները, Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Հիմա այսինքն որքանով է վտանգավոր, որպեսզի այդ արտաքինը շարունակի մնալ ներքաղաքական դաշտում, ես կուզեի ձեր կարծիքն իմանալ, եւ ինչպես կարելի է վերջապես քաղաքական ուժերը հստակեցնեն, հա, կա Հայաստանի շահ եւ դրսի նարատիվը ներսում չքննարկել, կամ ամենայն դեպս դաշտ հող բարար թող տրամադրել դրսի նարատիվների, չգիտեմ, ներսում տիրապետմանը, հա, Տիգրան։ Ես քաղաքական վերլուծաբան չեմ, ես քաղաքական կուսակցության ղեկավար եմ եւ պարտավոր եմ գնահատելով իրավիճակը փնտրել եւ առաջարկել ելքեր։ Այն ինչ դու ասում ես, դա շատ հնարավոր վարկած է, բայց մարտահրավերները եւ սպառնալիքները կարող են փոխել իրավիճակը նամանավանդ այս անկայուն աշխարհակաղակական զարգացումների դեպքում։ Ուստի մենք պարտավոր ենք մեր երկրի անվտանգությունը ապահովել բոլոր միջոցներով։ Որն են այդ միջոցները։ Այո, հնարավոր է, որ Թրամփը հերթական անգամ աչքերը փակի, ինչպես փակեց 20 թվականին։ Դա չի կարելի բացառել։ Այո, հնարավոր է, որ Չինաստանը այսպես թե այնպես, ինչպես նաև Թուրքիան ու Ադրբեջանը գերադասեն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական շահերը։ Եվ այդ կնշանակի, որ մեր բոլոր հաշվարկները սին են։ Ուստի մենք գտնվում ենք բռնապետությունների շրջափակման մեջ։ Անկամ Վրաստանը իմ ավելի շատ բռնապետություն է, ել չեմ ասում Իրանի, Թուրքիա եւ Ադրբեջանի մասին։ Ինչ է պետք անել։ Կային երկրներ, կային տարածքներ Արևմտյան Բերլինից մինչև Սինգապուր, մինչև Հարավային Կորեա, որոնք այս պայմաններում ապավինում էին հզոր դաշնակիցների վրա եւ կարողանում էին ոչ միայն պահպանվել, այլ ժամանակի ընթացքում կառուցել հզոր ժողովրդավարական տնտեսություններ եւ քաղաքական հասարակություն։ Ուստի հրաժարվելով եւ խուսանավելով եվրոպական դաշինքի միության հետ, չգնալով այդ տրամաբանական ու միակ այլընտրանք չունեցող ճանապարհով, Փաշինյանը խաղում է, ինչպես ասում է ժողովուրդը, քանդրբաս սատանայի մայլում։ Եվ պատահական չէ, որ շփվելով Պուտինի, Ալիևի, Էրդողանի հետ, նա գնալով ինքն է խոնավություն քաշում, ժողովրդավարությունը մարում է Հայաստանում, բռնապետությունը ուժեղանում է, միակ հակադեղը դիմումն է Եվրամիությանը, մուտքն է դեպի Եվրամիություն։ Դա թերապևտիկ, հոմեոպաթիկ գործողություն չէ, դա վիրահատական գործողություն է, որը պետք է արվեր 3։ Մենք կորցրել ենք ժամանակը, մենք կորցնում ենք այդ պատճառով տարածքներ, մարդկանց կյանքեր եւ ոչ միայն պատերազմի ընթացքում։ Հիմա ամենամեծ վտանգն է լինելու արտագաղթը, որը այս դժգոհության, պառակտվածության, ատելության եւ հոգնածության անմիջական արդյունքն է։ Սա է մեր երկրի առջև կանգնած մեծագույն վտանգը։ Ընդունում եմ քո կարծիքը, համաձայն չեմ որոշ ասպեկտների հետ, բայց քո իրավունքն է քաղաքական կուսակցության ղեկավար ես, միգուցե նման քաղաքական անհրաժեշտություն ես տեսնում, Դավիթ։ Մարա ջան, ես եւ դու նույն բանն ենք մոտավորապես ասում քիչ առաջ, այսինքն իմ ասածը այն էր, որ տրիփը որքան շուտ սկսի իրականացվել, այնքան համ Հայաստանի օգուտն է, համ ինքը կունենա նաեւ լրացուցիչ անվտանգության երաշխիքներ թեկուզ Միացյալ Նահանգների կողմից եւ դա շատ դրական եմ գնահատում, որովհետեւ Միացյալ Նահանգները ունենալով տնտեսական շահեր մի երկրում մեծ հավանականություն կա, որ կարող են նաև Անդրեասյան դեպքում միջամտել անվտանգության հարցերով։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ գեոպոլիտիկ քայլերին, ես պետք է ասեմ, որ ենթադրում եմ, որ մի շարք երկրներ այդ միջանցքի նկատմամբ, եթե դու նկատում ես, ես չեմ օգտագործում Զանգեզուր բառը այն պարզ պատճառով, որ այն չեմ համարում մեզ համար հարազատ, ես օգտագործում եմ սույն բառը, օգտագործման տերմին չէ։ մեղրի միջանցք, վտանգի ես ցույց դες թող ասեմ էլի որ
Պերեբիտ չանեք։ Ես ցիտեցի թուրքերին զուտ որպես վտանգ, հա, թե չէ Ես հասկանում եմ, ես գիտեմ քո հայրենասիրության աստիճանը, ամեն ինչ հասկանում եմ, նկատի ունեմ, որ բան։ Ես քեզի միջայլոց ասեմ, որ ես ծառայել եմ, իմ բանակային ծառայությունը անցել է հենց այնտեղ, որտեղով անցնում է այդ միջանցքը եւ Տիրանիձոր կոչվող մի հատվածում Մեղրիում, որը այդ եռանկյունին է Իրանի, Ադրբեջանի, Նախիջևանի սահմանի մի կողմից Նախիջևանն է, մյուս կողմից Արաքս գետը եւ դիմացը Իրանը, այդտեղ եմ անցել իմ ծառայությունը զինվորական, որպես սպայեմ ծառայել, շատ լավ պատկերացնում եմ այդ հատվածի կարևորությունը բոլոր կողմերի համար, ենթադրում եմ, որ Իրանն էլ սիրով հատ կդներ այդ հատվածի վրա, այդ ճանապարհի վրա, եթե հնարավորություն ունենար եւ հասկանում եմ այնտեղ է տեղակայված իդեպ նաեւ ռուսական սահմանապահ ուղեկալները, այնտեղ են ռուսները մինչև հիմա այնտեղ ծառայություն են իրականացնում, այնպես որ շատ հետաքրքիր մի հատ տեղ է եւ ես ուզում եմ, որ որքան հնարավոր է շուտ այդ խնդիրը լուծվի եւ այդ ճանապարհը ծառայի նաեւ Հայաստանին, չնայած գիտակցում եմ նաեւ, որ ավելի շատ այն ծառայելու է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին, Թուրքիային, գուցե ապրանքաշրջանառության տեսակետից նաեւ մյուս երկրներին, տեսնենք ապագայում ինչպես կստացվի, որտեղ դու ինքդ էլ նշեցիր, որ Բաքու-Թբիլիսի Ֆարս երկաթգիծը, որը ալտերնատիվան է այս ճանապարհի, առայժմ ծանրաբեռնված չի, բայց այն արդեն իսկ գոյություն ունի, այնտեղ եւս մեծ գումարներ են ծախսվել, բայց այն չի ծառայում ամբողջ ծանրաբեռնվածությամբ եւ նույնիսկ որոշ ժամանակով դադարեցված էր, հիմա նոր ուզում են սկսել, այն պայմանով, որ գուցե Հայաստանն է այդ ճանապարհին կարողանա միանալ, չնայած պետք է նաեւ նշեմ, որ կա Գյումրի-Կարս երկաթգիծը, որը վերանորոգված է, ցանկացած պահին կարող են վերագործարկել, բայց ինչ-ինչ պատճառներով այսօր խոսվում է այն մասին, որ Հայաստանը ոչ թե օգտագործի Գյումրի-Կարսը, այլ միանա աղքալաքի գծին, այսինքն միանա Թբիլիսի Կարս երկաթգծին, երևի քաղաքական որոշում է, բայց ամեն դեպքում պրոցեսները ընթանում են եւ պետք է հասկանալ ի վերջո Հայաստանը ինչպիսի ակտիվ դեր է, դիրքորոշում է ունենալու այս բոլոր գեոպոլիտիկ հարցերում։ Այս պահին ես տեսնում եմ, որ առանձնապես մենք ինքներս նախաձեռնություններով հանդես չենք գալիս, այլ ավելի շատ ուրիշների առաջարկներին ենք արձագանքում կամ մասնակցում կամ չենք մասնակցում։ Գոնե Հայաստանի շահերը պաշտպանելով շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույց ստացվեց, իմ հենց զրույց ստացվեց, շնորհակալ եմ եւ մինչ նոր հանդիպում։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օր եմ մաղթում։